Անուն Հոր եւ Որդու եւ Օգնի Սրբո ամեն։ Այսօր 7-րդ օրն է Սուրբ Հոգու Գալստյան տոնի։ Վերջին օրն է եւ նախ ուզում եմ ձեզ համար կարդալ Պողոս Առաքյալի գաղատացիների ուղված նամակից մի հատված։ 5-րդ գլխից է հատվածը։ Բայց ասում եմ ձեզ, հոգով ընթացեք եւ մարմնի ցանկությունը մի կատարեք, քանի որ մարմինը հոգու հակառակն է ցանկանում, իսկ հոգին մարմնի հակառակը։ Քանի որ սրանք միմյանց հակառակ են, մի արեք այն, ինչ ուզում եք, իսկ եթե հոգվով եք առաջնորդվում, ապա օրենքի տակ չեք, որովհետև մարմնի գործերը հայտնի են. շնություն, բոռնկություն, պղծություն, վավաշոտություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություն, կռիվ, նախանձ, բարկություն, հակառակություններ, երկպառակություններ, բաժանումներ, չար նախանձ, սպանություններ, հարբեցողություններ, անառակություններ եւ սրանց նման ուրիշ բաներ, ասում է Առաքյալը։ Այժմ ասում եմ ձեզ, ինչպես որ առաջուց էլ ասում էի, թե նրանք, որ այսպիսի բաներ են գործում, Աստծո արքայությունը չեն ժառանգելու։ Իսկ հոգու պտուղը այս է. սեր, խնդություն, խաղաղություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն, այսպիսի բաներին օրենք չկա, եւ նրանք, որ քրիստոնյաներն են, խաչն են հանում իրենց մարմինները կրքերով ու ցանկություններով հանդերձ։ Եթե ապրում ենք հոգով, ըստ հոգու էլ ընթանանք եւ սնապարտ չլինենք միմյանց գրգռելով եւ միմյանց նախանձելով։ Փոքրիկ, համառոտ եւ հստակ խոսում է Առաքյալը, թե ինչ է հոգու կյանքը, Սուրբ Հոգու շնորհներն ունեցող մարդու կյանքը եւ ինչ է մարմնավոր մարդու կյանքը։ Հիմա մենք մտածենք, ինչ վիճակի մեջ է այսօր մեր աշխարհը։ Մարմնի ընթացքի մեջ է, թե հոգու ընթացքի մեջ։ Միանշանակ ապատասխանը, որ հոգու ընթացքի մեջ չի, մարմնի ընթացքի մեջ է։ Աստված մարդուն դրախտը տվեց եւ պատվիրան տվեց Աստծո հետ լինելու։ Մարդը մերժեց Աստծուն, ընտրեց չարին, սատանային։ Աստված այցելեց մարդուն իր մարմնանալով, մարդանալով, որպեսզի փրկություն բերի մարդուն։ Մարդը նորից մերժեց Աստծուն, խաչը հանելով։ Աստված նորից այցելեց մարդուն Սուրբ Հոգու գալստյամբ եւ հոգու պտուղները շնորհեց։ Հոգու կյանքը շնորհեց մեզ։ Մարդը աշխարհ այսօր նորից մերժեց Աստծուն։ Ստացվում է, որ Աստված ծախողվեց մեղա Աստծո իր գործերի մեջ կամ իր ծրագրերի մեջ։ Քավլիցի,
Աստված չի ձախողվել, մարդն է ձախողվել, որովհետև բոլորը չէ, որ մերժել են։ Եվ Տեր Հիսուս Քրիստոսն ասում է, փրկվողներ կան, քչերն են, բայց կան։ Շատերը պիտի ուզենան, բայց պիտի չկարողանան, բայց քչերը պիտի փրկվեն։ Նրանք են, ովքեր չեն մերժել, նրանք են, ովքեր ունեն այս ամեն ինչը, այս հոգու պտուղները, ինչի մասին խոսում է առաքյալը, եւ մերժել են մարմնի այն գործերը, ինչի մասին խոսում էր առաքյալը այստեղ։ Հիմա այս շատ բարդ բան չի, մենք բարդ բաներ չխոսեցինք, պարզո բաներ են այս ամեն ինչը, բայց խնդիրը մեր խնդիրն է։ Աշխարհը գիտենք, հասարակությունը գիտենք, մարդկությունը գիտենք, բա մենք ոնց ենք։ Մենք այս հոգու պտուղներն ունենք, այսպես ենք ապրում, թե այն մարմնի չար գործերի մեջ ենք ապրում, որոնց մասին զգուշացնում առաքյալը, որ այսպիսի բաներ գործողները երկնքի արքայությունը չեն ժառանգելու։ Մենք մեր մարմնի կրքերն ու ցանկությունները խաչն ենք անել, ինչպես ասում է առաքյալը, թե դրանց հագուրդ ենք տալիս, դրանց հետևից ենք ընթանում։ Այդ բանը մենակ մենք գիտենք եւ Աստված գիտի։ Սուրբ Հոգին եկավ, իր առաջ շնորհները սփռեց աշխարհի մեջ։ Մենք վերցնողներ եղանք այդ շնորհների, թե չեղանք։ Անցյալին հիշեցի։ Առաքյալն ասում է, մի լցվեք գինով, այլ լցվեք Սուրբ Հոգով։ Եվ ասացի, որ այստեղ գինի բառի տակ չհասկանանք բուն այդ խմիչքը, որի մասին խոսում է, խաղողի հյութից պատրաստված այդ խմիչքը, որի մասին խոսում է, մենք ասում ենք գինի որպես, այլ հասկանանք աշխարհը, աշխարհի ցանկությունը, աշխարհի ընթացքը, աշխարհի հոգին, աշխարհի ոգով ընթանանք, թե Սուրբ Հոգով լցվենք։ Գոնե այստեղ հավաքվածներս, քրիստոնյաներս ուզում ենք հասնել երկնքի արքայության, ուզում ենք հասնել փրկության, բայց նաև ցավոք սրտի չենք ուզում հրաժարվենք այս աշխարհից, մարմնի ցանկություններից, բայց առաքյալը հստակ ասում է մարմինը հոգուն հակառակ է, հոգին մարմնին հակառակ։ Չես կարող երկուս իրար հետ համատեղել։ Չես կարող մնալ մարմնի ցանկությունների, մարմնի ընթացքի մեջ եւ հասնել փրկության։ Հակոբոս առաքյալն երկմիտ մարդը, երկու մտքի վրա տատանվող մարդը, թող չկարծի, որ որևէ բանի կհասնի։ Մատթեոսի ավետարանի 2-րդ գլխի փոքրիկ հատվածը, որտեղ Բեթղեհեմի մանուկների կոտորածն է նկարագրում։ Այն ժամանակ, երբ Հերովդեսը տեսավ, որ մոգերից խաբվեց, սաստիկ բարկացավ եւ մարդ ուղարկեց եւ կոտորեց այն բոլոր մանուկներին, որ Բեթլեհեմում եւ նրա սահմաններում էին գտնվում, եւ 2 տարեկան եւ դրանից ցած էին, ըստ այն ժամանակի, որ ստուգել էր մոգերից։ Անժամ կատարվեց Երեմիա մարգարեի բերանով ասվածը, թե Ռամայում մի ձայն գուժեց, ողբ ու լաց եւ սաստիկ կոց։ Ռաքելը լալիս էր իր զավակների վրա եւ չէր ուզում մխիթարվել, որովհետև նրանք այլևս չկային։ Կոտորած
ողբ, լաց և կոծ։ Ինչու՞, որովհետև Քրիստոսին էին մերժում, որովհետև Քրիստոսին էին ուզում սպանել, Քրիստոսին էին ուզում աշխարհից վերացնել։ Էս էր ուզում Հերովդեսը։ Այսօր կոտորածա, ողբա, կոծա և լացա։ Եվ Աստծուն մերժելը ավարտվում է սրանով։ Սուրբ Հոգու մերժումը մեզ հասցնելու այս վիճակին, արդեն հասած աշխարհը, բայց նաև մեզ է հասցնելու, մեզ անհատապես է հասցնելու այս վիճակին։ Որտև չի կարող մարդը Սուրբ Հոգուն մերժել և ինքը մնալ խաղաղության, սիրո, երանության մեջ։ Այդ բոլորի աղբյուրը, այդ բոլորի բաշխողը Սուրբ Հոգին է, Աստված է։ Առանց Աստծո չկա այդ ամեն ինչը։ Աշխարհի մեջ այդ ամեն ինչը չկա։ Ուրեմն, որպեսզի այս վիճակից դուրս գանք, մենք ջանանք Սուրբ Հոգու շնորհների մեջ զորանալ։ Ջանանք Սուրբ Հոգու շնորհները պահել, որ ստացանք մկրտությամբ, որ ստացանք ձեռնադրությամբ, որ ստացանք տարբեր կերպերով աստվածային խորհուրդների միջոցով, որ ստացանք Սուրբ հաղորդության միջոցով, որ ստացանք խոստովանության, ապաշխարության միջոցով, ջանանք այդ շնորհները պահել, որտև դրանք պետքա պահել, ինքնըստինքյան չեն լինում։ Աստված մարդուն կյանք է տալիս, մարդը ծնվում է, բայց այդ ծնված մարդուն պետքա խնամել ու պահել, ինքնըստինքյան չի ապրի այդ մարդը։ Նույնն էլ հոգևոր կյանքում։ Պողոս առաքյալն ասում է, ես ամենից շատ աշխատեցի Աստծո շնորհի վրա, որ ինձ տրված էր։ Մենք չենք աշխատում։ Մենք ուզում ենք փրկվել, բայց ուզում ենք, որ մեր փրկության համար մենք մատի չխփենք։ Ուզում ենք, որ միայն Աստված մեզ փրկի։ Մինչդեռ առաքյալն ասում է, արյուն թափելու աստիճան պիտի պայքարեք մեղքի դեմ, ցանկության դեմ։ Արյուն թափելու, այսինքն մեռնելու աստիճան։ Բայց մենք իսկի մեզ նեղություն չենք ուզում տալ, ոչ թե արյուն թափելու մասին է խոսքը։ Այսօր հոգեգալստյան 7-րդ օրն է։ Իմ խոսքը հոգեգալուստ ուրախություն էր, որովհետև ուրախությամբ լցրեց առաքյալներին, ուրախությամբ լցրեց աշխարհը, ցնծություն տիրեց, հոգեգալստյան օրը եւ հոգեգալստով սկսեց եկեղեցու հաղթական կյանքը աշխարհի մեջ։ Բայց այսօր ես շատ տխուր բաներ եմ ասում։ Հեչ ուրախություն չկա իմ ասացի մեջ։ Ինչի՞, որովհետև ստացվում է, որ մենք այդ ամեն ինչի կրողները չենք այսօր։ Էր մեզ տրվել է, բայց մենք չենք ընդունել, չենք պահել ու չենք կրում։ Դրա համար մեր մեջ կա նախանց, կռիվ, սպանություն, չարություն, ատելություն, ողակալություն, կեղծիք, սուտ, խաբկանք, աշխարհսիրություն, արծաթսիրություն։ Հիմա մենք պիտի տխրենք, որ հետո ուրախանանք։ Հիմա մենք պիտի ողբանք, որ հետո ցնծանք։ Հիմա պիտի մենք լաց լինենք, որ հետո մխիթարվենք։ Ավելի լավ է մենք հիմա այս բաների մասին մտածելով մի քիչ տրտմենք ու տխրենք, ինչպես առաքյալն է ասում, որ այդ տրտմությունն ու տխրությունը մեզ տանի ապաշխարության։
որ մենք ապաշխարությամբ այդ Սուրբ Հոգու շնորհները առատապես ունենանք, զորանանք դրանց մեջ եւ հասնենք փրկության։ Փառք հրաշափառ Գալստյան Հոգու Սրբով ամեն։ Աստծո շնորհը, սերը եւ Սուրբ Հոգու մխիթարությունը բոլորիս հետ լինի ամեն։